Վերջերս մեկին ասում էի, որ կա որոշակի տկարություն, որ մնացել է իմ մեջ մանկությունից։ Ես աղոթել եւ աղոթել եմ դրա համար։ Ես անհանգստանալու հակում ունեմ եւ դա կապված է մտերիմ փոխհարաբերություններում խաղաղություն պահպանելու հետ։ Դա վերաբերում է հատկապես ընտանիքին, որովհետև իմ հայրիկը միշտ զայրացած էր, ես մշտապես պարում էի փորձելով նրան ուրախացնել եւ ընտանիքում խաղաղարարի դեր կատարել։ Եթե իմ երկու երեխաները համերաշխ չեն, ես մտածում եմ, որ պետք է շտկեմ դա կամ եթե նրանցից մեկը վրդովված է ինձ վրա, ես չեմ կարող հանգստանալ, մինչև որ չշտկեմ դա։ Ես շատ բաներից եմ ազատվել։ Եվ ես կարող եմ ինքս ինձ ասել, դա իմ խնդիրը չէ։ Անհանգստանալը ոչինչ չի փոխի։ Ես կարող եմ աղոթել եւ դարձյալ ինձ չի թվում, որ տվյալ հարցը լուծված է, մինչև որ այն իսկապես չի լուծվում եւ խաղաղություն չի լինում։ Գիտեք ինչ? Ես արել եմ այն, ինչ կարող եմ անել։ Հիմա ես սպասում եմ Աստծուն, բայց հասկանում եք, դա չարություն չէ, դա տկարություն է։ Լսում եք ինձ։ Դուք ասում եք, լավ, դուք մեղավոր եւ դատապարտված չեք զգում, ոչ։ Գիտեք ինչու, որովհետեւ ես գիտեմ, որ չեմ ցանկանում այդպես լինել։ Երբ դուք գիտեք, որ չեք ցանկանում անել դա, գիտեք, որ ատում եք դա եւ պարզապես սպասում եք, որ Աստված ազատագրի ձեզ եւ ազատ արձակի, հարկ չկա, որ դուք մեղավոր եւ դատապարտված զգաք, որովհետեւ դա կատարյալ սրտի մեկ այլ առանձնահատկություն է, այն լցված չէ մեղքով եւ ամոթով։